հետևորդներ, Լավիդա Արմենիայի հյուրն է հագուստի մոդելավորող Կարուձևի մասնագետ Աննա Դունամալյանը։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Նախ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար այստեղ։ Ձեզ եմ շնորհակալ։ Աննա, ինչպես սկսվեց քո ճանապարհը դեպի մոդելավորման աշխարհ։ Դա երազանք էր, թե պատահականություն։ Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ, արդեն երկար տարիներ աշխատում եւ ստեղծագործում եմ այս ոլորտում։ Այո, երազանք էր, որը դարձրեց իրականություն եւ հասա իմ նպատակին։ Անիջան սա իմ ատելյեն է, Դունամալյան ատելյեն, աշխատում եմ իհարկե միայն բարձրորակ սարքավորումներով։ Կատարում ենք նաեւ արդյունք պրոֆեսիոնալ, որպեսզի զգեստները լինի լիարժեք պատրաստի վիճակում։ Աննա, որ դիզայներն է քեզ ոգեշնչել եւ արդյոք կան հայ դիզայներներ, որ ոգեշնչում են քեզ այսօր։ Անկեղծ ասած, չեմ ոգեշնչվել որևէ մեկից, ի սկզբանե ունեցել եմ իմ պատկերացումները, փորձել եմ ստեղծել իմ ոճը եւ թողնել իմ ձեռագիրը։ Աննա, արտերկրում բիզնես սկսելու ճանապարհը վստահ եմ, որ դժվարություններով ես անցել։ Կասես կպատմես այդ ճանապարհի մասին։ Իրականում ամենամեծ դժվարությունը եղել է լեզվին ոչ ճիշտ տիրապետելը, մնացածը ժամանակի ընթացքում կարողացել եմ հարմարվել։ Իմ ատելյեն տարբերվում է մնացածից այն նրանով, որ ներմուծում ենք Հայաստանից շատ կտորներ, որով կարում ենք երեկոյան զգեստներ, որպեսզի ստանանք ավելի շքեղ արդյունք։ Շատ կարևոր է ընտրել ճիշտ կարի մեքենա, որպեսզի ունենաս մաքուր եւ կոկիկ կարատեսակ։ Այդ իսկ պատճառով ես միշտ ընտրում եմ այս բրենդը, Sohe բրենդը, որը որ արդեն շատ հայտնի է ամբողջ Եվրոպայում եւ շատ հարմարավետ է աշխատելու համար։ Աննա, վստահ եմ նաև օտարազգի շատ հաճախորդներ ունես եւ նաև հայաշատ թաղամասում ես բնակվում, ատելյեն հայաշատ թաղամասում է, հայ հաճախորդներ եւս կան։ Որն է հայ եւ օտարազգի հաճախորդների տարբերությունը։ Հիմնականում ամենամեծ տարբերությունը հագուստի ճաշակի ընտրությունն է։ Այստեղի բնակիչները շատ ավելի հասարակի կողմնակից են, ավելի հասարակ դասական հագուստներ են նախընտրում, իսկ մեր հայ ազգը միշտ սիրել է շքեղություն։ Հիմնական տարբերությունը դա եմ նկատել դեռևս։ Հաճախորդների հետ շփման ընթացքում ինչն է քեզ համար ամենակարևորը։ Այն որ հաճախորդը ոչ միայն գոհ հեռանա, այլև ինքնավստահ։ Ամենակարևորը ինձ համար, որպեսզի հաճախորդը գոհ լինի իմ աշխատանքից։ Դա իմ համար ամենակարևորն է։ Տեսակով ես շատ շփվող մարդ եմ եւ ամեն հաճախորդի հետ փորձում եմ անհատական մոտեցում ցույց տալ։ Եվ իհարկե կան նաեւ բարդ բնավորությամբ հաճախորդներ, որոնց հետ մի փոքր դժվար է լեզու գտնել, բայց իհարկե պետք է ամեն մի հաճախորդի հետ նրա լեզվով զրուցել եւ ամեն ինչ կստացվի։ Եղել է դեպք, երբ հաճախորդը ինչ-որ բան է ուզել, բայց դու հասկացել ես, որ դա իրեն չի սազի, իր համար չէ, ու ինչպես ես լուծել այդ իրավիճակը, հարթել այդ իրավիճակը։ Շատ է այդպիսի դեպքեր եղել եւ հիմնականում ես իմ մասնագիտական խորհուրդը միշտ տալիս եմ, բայց իհարկե վերջնական որոշումը ընտրությունը կատարում է հենց հաճախորդը։ Ապրում ենք այժմ սոցիալական ցանցերի դարում, չէ, եւ ուզած-չուզած իրենք շատ մեծ ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա, հաճախորդի ընտրության վրա, այս մարքեթինգը սոցիալական ցանցերի ինչպես է ազդում իրենց ընտրության վրա։ Շատ մեծ ազդեցություն է թողնում եւ դրական եւ բացասական առումով։ Եթե կցանկանաք, կարող եմ մանրամասնել։ Հիմնականում շատ մեծ ազդեցություն է թողում այն առումով, որ հաճախորդներ են լինում, որ սոցիալական ցանցերով տեսնում են ինչ-որ մի գեղեցիկ զգեստ եւ ցանկանում են նույնից ունենալ եւ ինձանից խորհուրդ են հարցնում այս զգեստն եմ ուզում ինձ համար, որ դուք կարեք, բայց շատ ժամանակ այդ զգեստը չի համապատասխանում այդ հաճախորդի կառուցվածքին եւ դա շատ դժվար է բացատրել եւ պատկերացում տալ հաճախորդին, որպեսզի նրանք դա հասկանան։ Այդ պահով սոցիալական ցանցը մի փոքր բացասական առումով է ազդում մարդկանց մտածելակերպի վրա։ Աննա, երբևէ փորձել ես հայկական եւ իսպանական տարրերը համատեղել քո աշխատանքներում։ Մինչ այսօր ոչ եւ կարծում եմ ապագայում նույնպես չեմ համադրի, որովհետեւ չեմ սիրում երկու տարբեր երկրների տարրեր միավորել մի աշխատանքի մեջ։ Այժմ ինչ տենդենսներ կան նորաձևության աշխարհում եւ հաճախորդները ավելի շատ ինչպիսի հագուստներ են պատվիրում։
Հիմա շատ նորավոր է երկու հակադիր տրենդը, որ համադրում են երկու իրար հակադրող գույներ մի լուքի մեջ եւ ստանում են շատ գեղեցիկ կերպար։ Այս բանը դա է շատ նորավոր եւ իհարկե կորսետները, որոնք միշտ ժամանակի մեջ են եւ տրենդային։ Որն է այն փոքր դետալը, որ հաճախորդները հիմնականում դա չեն նկատում, բայց դու դա կարևորում ես միշտ։ Հագուստի ներքին մաքրությունը, որը որ շատ կարևոր է մաքուր աշխատանք ներկայացնելու համար։ Աննա, ինչպես ես համատեղում մայր լինելը եւ սեփական բիզնես վարելը։ Շատ դժվարությամբ դեռևս, բայց քանի որ սիրում եմ իմ մասնագիտությունը, պետք է փորձեմ ամեն ինչ համատեղել։ Որն է քո ամենամեծ հաղթանակը ըստ քեզ, թե դեռ առջևում է։ Կարծում եմ առջևում է, բայց այս պայն ինձ հաղթած եմ տեսնում այն բանով, որ ունեմ մեծ կամքի ուժ եւ փորձում եմ գնալ առաջ։ Քեզ համար ինչպիսին պետք է լինի ուժեղ կինը։ Պետք է ուժեղ կինը անկախ դժվարություններից ունենա երազանք, որը դարձնի նպատակ եւ հասնի դրան։ Դա իմ համար ուժեղ կնոջ կերպար է։ Աննա, եթե քո ատելյեն խոսել իմանար, ինչ կասեր քո մասին, կամ քո կարի մեքենան ինչ գաղտնիքներ գիտի, որ մենք չգիտենք։ Ինձ թվում է նա բոլոր գաղտնիքները տեղյակ է իմ բոլոր դժվարություններից, իմ բոլոր էմոցիաներից, իմ բոլոր հաջողություններից, տեղյակ է հենց իմ ատելյեն եւ իմ մեքենան, կարի մեքենան, որովհետեւ իմ բոլոր էմոցիաների ժամանակ միշտ ներկա է եղել իմ ատելյեն եւ իմ ընտանիքը։ Եթե քո կյանքը զգեստ լիներ, ինչպիսին կլիներ այդ զգեստը։ Կլիներ հասարակ, գունագեղ եւ թափանցիկ դետալներով։ Աննա, որտեղ ես քեզ տեսնում մի քանի տարի հետո, ոչ միայն որպես դերձակ, այլ նաեւ որպես մարդ։ Ես պլաններ ունեմ իմ բրենդի հետ կապված եւ կցանկանամ մեծ ապագայում ունենալ շատ մասնաճյուղեր, որը որ կարծում եմ հնարավոր կլինի։ Սրտե բոլորս քեզ հաջողություն ենք մաղթում եւ կրկին շատ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու եւ հաջողի հարցազրույցի համար։